Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մկրտչյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան թիմ ընտրություններին ընդառաջ մի հայտարարություն արեց, որը հնչում էր հետևյալ կերպ. նա ասում էր, որ այս ընտրությունների ամեն քվեաթերթիկ նրա մասին է, թե արդյոք ժողովրդի կամքը թույլացել է Թալանացը հետ վերադարձնելու ճանապարհին, թե ոչ։ Գյումրիում գրանցված արդյունքը ինչի մասին է խոսում վարչապետի ասացի համատեքստում, եթե դիտարկենք։ Ես կարծում եմ վարչապետի համար դեռևս 2018 թվականն է, եւ այդ հայտարարությունը ինքը որ անում էր, նաեւ անուններ նշեց, Թալանի մասին խոսեց Թալանի վերադարձի մասին, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր անկեղծ ասած, եւ ակնկալում էի, որ ինքը նաեւ իր ելույթի ավարտին կասի սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան ժամը 11-ին հավաքվում ենք կառավարության շենքի առաջ, որպեսզի պահանջենք գործող վարչապետի հրաժարականը։ Նոնսենս ասա։ 7 տարվա իշխանություն ունենալ, անսահմանափակ իշխանություն սկզբնական փուլում, այնուհետև պատերազմի եւ կորոնավիրուսով պայմանավորված իշխանության տրոհում եւ ինչ որ առումով լեգիտիմության մի փոքր անկում, բայց էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վարչապետ Փաշինյանին տրամադրեցին մուրճ, իբրև արդարադատության սիմվոլ եւ պատվիրակեցին նրան գնալ ու երկրում արդարություն եւ արդարադատություն հաստատել։ Ինչ տեղի ունեցավ։ 7 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հրամցրվում է նախկին ներկա այս շրջապատույտի մեջ փորձում են անընդհատ պատտեցնել եւ հավաքական առումով վերջնարդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբել։ Դաշտում գործող այս 3 ուժերը, խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյանին։ Ներողություն 7 տարի անց է, Թալանից պետք չի խոսել։ Թալանի վերադարձի մասին պետք է արդյունքներով խոսել։ Հատիկ առ հատիկի մասին չի խոսքը։ $80,000 արժողությամբ գնման պահին եւ ներկայումս ընդամենը $7-8,000 չգերազանցող Range Rover-ի մասին չի խոսքը։ Խոսքը դղյակների մասին է, խոսքը խոշոր սեփականատերերի եւ օլիգարխների մասին է, խոսքը մկների եւ ձկների մասին է։ Չի արվել այս աշխատանքը։ Իսկ այն պատկերը, ինչ որ արտացոլվեց Գյումրիում, սրա պատասխանն էր։ Սա ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ գյումրեցիները հիասթափված լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործողություններից, իսկ իրականում անգործությունից երկրում արդարություն եւ արդարադատություն հաստատելու առումով գնացին եւ ընտրություն կատարեցին կրիմինալի, ուզուրպատորների, թալանչիների միջև։ Ըստ երևույթին բերելով նրանց իշխանություն։ Ներողություն, գյումրեցիները երկընտրանքի առաջ չէին կանգնած գործող իշխանությանը, որը ձեր ձևակերպմամբ չի կարողացել ներողություն արդարացնել իրենց խոստումները եւ, այսպես ասած, նախկինները, որոնց դուք անվանեցիք կրիմինալ եւ այլն եւ այլն։ Կար նաեւ երրորդ ճանապարհ։ Գյումրեցիները կարող են երրորդ ճանապարհի մասնակիցներին ընտրել, չեն ընտրել։ Հետևաբար ձեր ասածը այստեղ մի փոքր պիտի քննադատության ենթարկվի։ Եկեք, ես ասեմ, տեսեք վարչապետը եւ առհասարակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչպես էր քարոզարշավը կառուցում, ինչ սյուներ էր տնկում եւ այդ սյուների վրա ինչ հույսեր էր կապում։ Նախ մարզպետ Դավիթ Արուշանյանը, դեռևս մարզպետ, իսկ իմ խորին համոզմամբ ինքը պետք է հրաժարական տա եւ կրի քաղաքական պատասխանատվություն ըստ ապալման համար։ Դավիթ Արուշանյանը հայտարարում էր, որ պետք չի Երևանից Գյումրվա ընտրությունները քաղաքականացնել։ Այնինչ Հայաստանի Հանրապետությունում թիմ ընտրությունները պետք է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքականացվեն։ Դրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն են, ինչի պիտի քաղաքականացվի։ Իսկ այնտեղ առաջադրվում են ոչ թե անհատներ, առաջադրվում են կուսակցություններ։ Վառ օրինակ Կոմկուսի ցուցակով առաջադրվել է օրինակ Վարդան Ղուկասյանը, որը հավակնում է հիմա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել։ Ոչ թե պետք էր կրիմինալի հետ մտնել մրցակցության մեջ, այլ պետք էր իրավապահ մարմիններին հրահանգել, որպեսզի կրիմինալի հետ սկսեն աշխատել, կրիմինալին նստեցնեն իրենց տեղը, որպեսզի կրիմինալը ընտրական process-ների մեջ ներգրավվածություն չունենա։ Իսկ ինչ վերաբերում է երրորդ ուժերին, դուք մոռանում եք կարծես թե, որ քաղաքացիական պայմանագրի առանցքային ներկայացուցիչներ, այդ թվում падգամավորներ, այդ թվում նրանց պաշտոնական էջում զետեղված մի քանի հոդվածներ եւ հարցազրույցներ նրա մասին էին, որ եթե չեք ընտրում քաղաքացիական պայմանագրին եւ ընտրում եք մնացած 8 ուժերից յուրաքանչյուրին, դուք ընտրում եք թալանչիներին, դուք ընտրում եք Վարդան Ղուկասյանին։ Հիմա հռետորական հարց եւ ինչու՞ ոչ նաեւ պաշտոնական հարցը ձևակերպեմ։ Իմ տեսքով
Լևոն Բարսեղյանի տեսքով, այնտեղի ավականու ցուցակների տեսքով Եվրադաշինքի, որ մեկն էր թալանչի, որ մեկն էր ուզուրպատոր, որ մեկն էր Ռուսաստանի Դաշնության շահերը տեղում գետնի վրա սպասարկում, որ մեկն էր դրսից տղա բերում գյումրեցիների վրա Պետդումայի падգամավորի տեսքով, որ մեկն էր խոսում Գյումրին փակ քաղաք դարձնելու մասին, որ մեկն էր խոսում, չգիտեմ, կրիմինալների հետ եւ մրցակցության մեջ մտնում։ Ընդհակառակը ողջ քարոզարշավը կառուցվեց իրական մեր տեխնացուն գոնե թե Եվրադաշինքի տեխնացուն, ողջ քարոզարշավը կառուցեց Գյումրվա խնդիրները լուծելու տեսլականի վրա։ Ունեք առաջարկ, քանի անգամ առաջարկ եղավ ուղիղ բանավեճերի միջոցով այդ քաղաքական դաշտը առողջացնելու գործառույթը նաև ինչ որ առումով իրանց վրա վերցնել։ Մերժեցին։ Նախընտրեցին կրիմինալի հետ մրցակցության մեջ մտնել, բոլորին նույնականացնել Վարդան Ղուկասյանի հետ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք։ Այս ամեն ինչը իշխանության ներկայացուցիչներից ոմանք հարցին անդրադառնալով հերքել էին դա, ասելով, որ իրենք նկատի չեն ունեցել բոլորին։ Այսինքն այս մասով որոշակի արձագանք ամեն դեպքում եղել է։ Լավ, այլ հարցի գալով, հիմա Գյումրու այս ընտրությունների պատկերը ինչի ցուցիչն է։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այո, լավ չէ, որ իրենք չեն կարողացել ապահովել մեծամասնություն 50+1%-ը, բայց այդուամենայնիվ իրենք կարողացել են գերազանցել նախկինում իրենց հավաքած քվեները, եւ սա ոչ թե պարտություն է, այլ ուղղակի հաղթանակ չէ։ Չեն կարողացել մեծամասնություն հավաքել, բայց բոլորի հետ համեմատած իրենք ունեցել են ամենաշատ ձայները։ Անդիմադիր դաշտում ընդհակառակը ասում են, որ սա ուղիղ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունն է եւ հետագայում նաեւ կանխորոշումներ են անում թե 26 թվականին ինչ պատկեր է լինելու։ Ձեր կարծիքով սա ի վերջո ում հաղթանակն ու ում պարտությունն էր։ Սա հավաքական առումով գյումրեցիների պարտությունն էր։ Իրականում ես ուզում եմ, որ այնտեղ քաղաքապետ ընտրվի, որպեսզի գյումրեցիները ժամանակի ընթացքում հասկանան, թե ինչ սխալ են գործել։ Սա պիտի լինի, որպեսզի այնտեղ անդիմադիր դաշտից քաղաքապետ ընտրվի, դա նկատի ունեք։ Այդ թվում մեծ ողբերգություն չի իրականում եւ պետք չի դա ողբերգություն դարձնել, որ անդիմադիրները կարողանում են ազատ արդար տեղամասային ընտրությունների արդյունքում, տեղամասային ընդգծում եմ, գալ իշխանության։ Դա նորմալ է։ Ողբերգություն չի, դա ժողովրդավարության ցուցիչ է։ Դա ժողովրդավարության ցուցիչ է, այլ հարց է, թե ընտրատեղամասից դուրս քարոզչական փուլում եւ ոչ միայն դրանից առաջ ինչպես է ստացվում, որ այդ ուզուրպատորները գալիս եւ դառնում են քաղաքական գործոն։ Ինչպես է ստացվում, որ թալանչիները գալիս ու դառնում են քաղաքական գործոն։ Ինչպես է ստացվում, որ կրիմինալ համբավ ունեցողները գալիս եւ դառնում են քաղաքական գործոն։ Սա այլ հարց է։ Ու այստեղ քննարկման տեղ կա, արդյոք ընտրությունները մրցակցային էին, արդյոք ընտրությունները ընտրատեղամասից դուրս այնքան էլ կանխորոշված չէին եւ տարբեր գործիքակազմեր չէր կիրառվում, որպեսզի հանրությանը մոլորեցնեին։ Մեծ ողբերգություն չկա, գյումրեցին պիտի իր ընտրության պատուղները քաղի։ Իդեպ նախորդ այսպես թե այնպես Գյումրին արդեն իսկ մի քանի տարով զարգացման ճանապարհից հետ է մղվել Բալասանյան դաշինքի անպտուղ գործունեության արդյունքում, որի մասն էր կազմում նաև քաղաքացիական պայմանագիրը եւ ցավոք սրտի քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները այդպես էլ քարոզարշավի ընթացքում իրենց չկատարած աշխատանքի տրված խոստումների եւ չկատարած խոստումների համար ներողություն չխնդրեցին անգամ, ցավոք սրտի այս պատկերն ունենալու նաև ապագա 1, 2, 3, 4, 5 տարում տեսնենք թե ինչ կորոշի այնտեղ Մարտուն Գրիգորյանի վերջո, որի խոսքին սպասում են գյումրեցիները եւ ոչ միայն գյումրեցիները, ու դրանից հետո նոր կարող են խոսել, որտեղ կրկնակի Ինչ հնարավոր սցենարներ եք դուք պատկերացնում, որ կարող է տեղի ունենալ։ Նախ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում անգամ փող քաղաքապետի պաշտոնը զիջել որևէ մեկին, տվյալ դեպքում խոսքը ուղղված էր Մարտուն Գրիգորյանին, որտեղ բոլորն իր խոսքին են սպասում։ Մնացածը աջակցություն են հայտնել առանց որևէ բան պահանջելու կարծես թե։ Եվ այս համատեքստում նաև պետք է դիտարկել, որ այս երկու շրջանակները ունեն լրջագույն հակասություններ, եթե չասենք խնդիրներ ընտանեկան մակարդակի հասնող, գյումրեցիները դրա մասին շատ լավ գիտեն, տեսնենք թե ինչ որոշում կայացնի Մարտուն Գրիգորյանը, կամ գնում է Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու ինքը եւ
Այդտեղ կարծում եմ ինքը պետք է իր ընտրողներին բացատրություն տա, թե ինչու այդպես։ Բայց ինչի բացատրություն տա։ Իրենք ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ էին, իսկ սկզբանե ասում են, որ բոլորը միասնական են։ Գյումրիում ընդդեմ գործող գյումրեցիները Մարտուն Գրիգորյանին քվեարկելով, այնպես չի որ քվեարկել են Վարդան Ղուկասյանին կամ մտքում անգամ ունեցել են, որ Մարտուն Գրիգորյանը ձայնը կտա Վարդան Ղուկասյանին։ Մի փոքր սպეციფიկ քաղաք է Գյումրին, իր բարքերով, ենթամշակույթով, այնտեղ դա չեն հասկանա։ Եվ այս հապաղելը եւ ձգձգելը կարծում եմ հենց դրանով է պայմանավորված, որովհետեւ Գյումրեցուն չհիասթափեցնելու, թե միգուցե այլ ստվերային կուլիսային պայմանավորվածությունների աչքից առնվազն չընկնելու եւ քաղաքի տղա այդ ստացած մականունը պահելու, պատվով պահելու։ Ես կարծում եմ Մարտուն Գրիգորյանն ի վերջո որոշում կայացնի եւ կտանի կրկնակի քվեարկության, այսինքն նոր ընտրություններ կնշանակվեն այո այնտեղ եւ այսինքն որևէ մեկին ձայնը չի տա։ Որևէ մեկին ձայնը չի տա կամ պետք չի բացառել նաեւ քաղաքացիական պայմանագրի հետ համագործով։ Շատ հանգիստ, այնպես ինչպես ամբողջ քաոզարշավը ընդդեմ գործող իշխանության է տարվել։ Կապ չունի։ Այդ ողջ 7 տարվա ամեն տարին, ամեն ամիսը երբ որ թերթենք, այնտեղ կհայտնաբերենք մեկ նախկին հանրապետականի, որ հայտնվել է քաղաքացիական պայմանագրում, կհայտնաբերենք քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչի, որ հայտնվել է օրինակ Հայաստան դաշինքում եւ падգամավորական ֆրակցիայի անդամ, սա նորմալ է։ Քաղաքականությունն է եւ ոչինչ պետք չի բացառել։ Բայց ամենահավանական սցենարը դա Գյումրիում նոր ընտրությունների նշանակումն է։ Դուք չեք բացառում, որ կարող է դիտարկվել այնպիսի սցենար, որ Մարտուն Գրիգորյանը կամ այդ մանդատակիր որևէ մեկը իր ձայնը կտա քաղաքացիական պայմանագրին։ Սա հնարավոր սցենարներից մեկն է։ Հիշեցնեմ նախորդ օր ինչ գրառում էր արել Մարտուն Գրիգորյանը, որ Գյումրին, եւս մեկ անգամ կրկնում եմ, Գյումրին չի ունենալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից քաղաքապետ։ Իհարկե Վարդան Ղուկասյանի կողմը ուզում էր ավելի հստակ հասկանալ, որ իրենք հասկացել են դե որ ԿՊ-ից քաղաքապետ չի լինելու, բայց հստակ ասեք տալիս եք ձայները թե ոչ, այդուամենայնիվ ինչ տողատակ կար Մարտուն Գրիգորյանի այս գրառման տակ, եթե կա։ Սա այն էր, ինչ որ ես ասեցի, չի բացառվում, որ քաղաքացիական պայմանագիրը եւս գնա այդպիսի գործարքի։ Ինչու եմ ես այսպես ասում, իրականում չունեմ տեղեկատվություն, անկեղծ ասեմ, բայց քանի որ քաղաքական պրոցեսների մեջ մի նոր գործելավոճ է ներդրվել հենց քաղաքացիական պայմանագրի падգամավորների կողմից, ես կասեմ, թող իրենք հերքեն այստեղ։ Կարծիք, որ այս ընտրությունները լինելու են ցուցիչը, թե ինչպիսի պատկեր մենք կունենանք առաջիկայում 26 թվականին սպասվող համապետական ընտրությունների ժամանակ։ Արդյոք հնարավոր է այս ընտրությունները որոշակիորեն պրոյեկտել առաջիկայում սպասող ընտրությունների վրա եւ փորձել պատկերը հասկանալ։ Դրանք որևէ ազդեցություն կամ նշանակություն կունենան։ Իրականում գիտեք, իրականում ցուցիչ է, այո։ Ցուցիչ է եւ սրանից պետք է հետեւություն անենք։ Նորից եմ ասում, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան եռանկյունին, չգիտեմ, պայմանավորված, աչքերի խաղով մեկը մյուսին հասկանում են եւ մեկը մյուսին սպասարկում են։ Դա դավադրությունների տեսություն չի, դա իրականություն է, հակառակ պարագայում մկներն ու ձկները չէին պտտվի, դեռ մի բան էլ քաղաքական գործունի չէին վերածվի։ Իդեպ հանրայինի եթերում 2019-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ քանի դեռ կա հանրապետականը քաղաքական դաշտում, քաղաքացիական պայմանագիրը կամ հենց Նիկոլ Փաշինյանը եւս 100 տարի կարող է իշխանություն վերցնել այստեղ։ Այստեղ այլ իրավիճակի հետ գործ ունենք, որ ժողովուրդը չի ուզում այլևս այս օրակարգը սպասարկել։ Ինչ պիտի անեն մասնավորապես առողջ ուժերը։ Քաղաքացիական իշխանությունը տեսնում ենք ինչ անում, ընդդիմությունը տեսնում ենք ինչ անում։ Առողջ ուժերն այստեղ անելիք ունեն։ Ես հորդորում եմ, խնդրում, պահանջում եմ առողջ ուժերի դաշտում եղած առողջ ուժերի եւ հատկապես արևմտյան կողմնորոշում ունեցող առողջ ուժերի ներկայացուցիչներին, ղեկավարներին սկսել կոնսուլտացիաներ։ Այսօրվանից սկսել կոնսուլտացիաներ, միասնական ճակատ ձևավորելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլընտրանք առաջարկելու։ Նախկին ներկա ինձ համար այլևս չկա։ Դե եմ ասում, պարոն Մկրտչյան, տեղական փոքրիկ մասշտաբով այլընտրանքը դուք ունեիք հնարավորություն ձեր միջոցով մնացած այլ կուսակցությունների միջոցով առաջարկելու գյումրեցիներին, փարաքարցիներին եւ ստանայիք այլընտրանքային քվե հաղթել կամ գոնե շեմը հաղթահարել
Եվ այս ամեն ինչից մենք հետևություններ ենք անում։ Ես ամենայն դեպս հետևություններ եմ անում եւ այնպես չի, որ ես գոհ եմ Եվրադաշինքի այդ քաղաքական ներկայացվածությունից եւ կոնֆիգուրացիայից։ Դա պետք է համալրվի, դա պետք է ընդլայնվի, ավելի մեծ ճակատ պիտի կազմվի։ Դա պետք է մաղվի, ինչու ոչ։ Կարող ենք մենք դա անել։ Փառք ու պատիվ մեզ։ Ժողովուրդը այդ դափնիները գտնի մեր ուսերին։ Չենք կարողանա անել։ Ամեն ինչ գոնե թե պետք է անենք, որ Հայաստանի Հանրապետությունում այս օտարերկրյա գործակալների ցանցին հարող ուժերը հնարավորություն չունենան իշխանություն վերցնել։ Իսկ Գյումրիում այդ ցանցի ներկայացուցիչները կային։ Մեկը, չգիտեմ, ռուսական անձնագրով էր գնում ընտրության։ Ինքը չէ, բայց իսկ ինու որդին։ Այո։ Մյուսը, չգիտեմ, Պետդումայից տղա էր բերում գյումրեցիների վրա ու ներդրումներ էր խոստանում։ Մյուսը Ռուսաստանի Դաշնության նախագահի ոտքերն էր քաղաքական առումով լվանում եւ ջուրը խմում ու մյուսներին հորդորում դա անել։ Մեկը բազայի մասին էր խոսում, որ բազան պետք է մնա հակառակ պարագայում ինչ-որ թուրքեր կգան։ Այն մյուսը թուրք ու ադրբեջանցի էր քաղաքական օպոնենտներին ասում։ Էսա դաշտը անառողջ է, դաշտում կա շատ կեղտոտ գումար, որը այդպես էլ պետբյուջե չվերադարձվեց, այդ կեղտոտ գումարը ներդրվում է ստվերային ձևով։ Դաշտում կա մեծ չափազանց մեծ եւ ամենամեծ գրավականը դա է չափազանց մեծ դժգոհություն քաղաքացիական պայմանագրի գործողություններից։ Այստեղ նաեւ պետք է խնդրեմ, հորդորեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր ընկերներին, այնտեղ իրականում կան առողջ դատող մարդիկ, որոնց սիրտը ցավում է այս երկրի համար։ Պետք է դիմեմ եւ խնդրեմ նրանց, որպեսզի իրենց շարքերը եւս մաքրեն, իրենք եւս հետեւություն անեն։ Պետք չի կտրվել իրականությունից։ Պետք է ժողովրդի հետ անընդհատ շփվել, պետք է տեսնել, թե ինչա ցանկանում Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ արդարություն եւ արդարադատություն։ Տվեք այս ժողովրդին եւ ժողովուրդը կտա ձեզ մաքսիմալ իշխանություն։ Դուք քննադատում եք գործող իշխանությանը, որ արդարություն արդարադատություն չի տվել ժողովրդին, բայց իրենք չէ որ պիտի վերցնեն եւ ժողովրդին երկնքից իջեցնեն արդարությունն ու արդարադատությունը։ Իրենք կոչված են ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր, որպիսի կարողանան ապահովել իրենցից հետո անգամ այդ արդարությունն ու արդարադատությունը։ Քննադատում եք, որ թալանած այս 7 տարիների ընթացքում չի վերադարձվել, ահռելի սև գումարներ կան դաշտում եւ դրանք այսօր օգտագործվում են քաղաքական պայքարում, բայց դրա համար թեկուզ եւ իշխանությունը ընդունում է նաև, որ քայլերը դանդաղ են, բայց դրանք արվում են, բայց դրանք պետք է արվեն ինստիտուցիոնալ հիմքով, կառույցների միջոցով, պետական ապարատի միջոցով, ոչ թե ուղակի վերցնենք երկնքից մուրճով եկեք սրան սանենք։ Մուրճը ես չի որ պահանջում էի քաղաքացիներից, Նիկոլ Փաշինյանն էր։ Դե դա ասվեց, որ քաղաքական իմաստով է այդ մուրճիկի արվել եւ դա չի կարող ուղակի։ Քաղաքական իմաստով կարծես թե վերջերս էլ կացիներ պահանջում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդքան համբերություն չունեն։ Այդ համբերության բաժակը լցվել է։ Եվս 17 տարվա իշխանություն չեմ պատրաստվում տալ մի ուժի, որը 7 տարվա ընթացքում տրված խոստումների երևի թե 20%-ը չի կատարել։ Տեսեք, ես չեմ մեղադրում օրվա իշխանություններին դավաճան լինելու, հողատու լինելու, այդ դաշտ չեմ մտնում, քավլիցի, եւ բնավել դավաճան ու հողատու չեմ համարում։ Բայց այն խոստումները, որ տրվել է, պիտի կատարվի։ Ես չի որ կանգնել եմ եւ վարչապետության 100-օրյա հանրահավաքի ընթացքում հայտարարել եմ, որ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է։ Դե դրա դատողությունը կանի ժողովուրդը առաջիկա ընտրությունների ժամանակ։ Սերժ Սարգսյանն էր, չէ՞ ասում, թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Թղթերով կոռուպցիոներ համայնքապետերը մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս են հասցնում համայնքին, հակակոռուպցիոն կոմիտեն թղթերով, օրենքով, տառին համապատասխան։ Այդ համայնքապետին դու գանում ես ընդամենը 300,000 դրամով։ Թղթերով ճիշտ է։ Ինստիտուցիոնալ առումով ճիշտ է, դանդաղում են, հապաղում են, նախկիններից մնացուկներ կան այդ համակարգերում, որևէ մեկը չի ժխտում։ Իսկ ով պետք է այդ համակարգը կայացներ, ով պետք է այդ համակարգը մաքրեր, ով պետք է պատվեր իջեցներ երկրում այդ արդարությունը հաստատելու, ով էր խոսում վեյթինգից, ով էր խոսում դատական համակարգը առողջացնելուց, ով։ Մենք բոլորս խոսել են վեյթինգից, ծափահարել ենք, դեռ մի բան էլ օգնության ձեռք ենք մեկնել, ասել ենք եկեք իրականացնենք։ Որտեղ եք կաղում, որտեղ օգնության կարիք ունեք, եկեք անենք։ Խոսում են կոռուպցիայից, կոռուպցիոն մի քանի դեպքերով ես եմ այսպես մամուլում
նաև հանդես եկել հայտարարություններով ու տեղից չի շարժվում այդ գործերը։ Դատախազությունից հակակոռուպցիոն, հակակոռուպցիոնից դատախազություն, հետո կգնա դատարան, դատարանում կքննարկվի միմիկաները, ժեստիկուլացիան, գործը կձգձգվի եւ գուցե Սերժ Սարգսյանի օրինակով վաղեմիության ժամկետի կիրառմամբ ազատվի պատասխանատվությունից։ Ճիշտ է սա։ Լավ, ամփոփենք զրույցը, Գյումրին թողնենք, Փարաքար ընտրությունների մասին գնահատականով ավարտենք զրույցը։ Այնտեղ ինչ տեղի ունեցավ։ Էլի ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, էլի քաղաքացիական պայմանագիրը դասեր չքաղեց իր սխալներից։ Տեսեք, ինչու գնաց այնտեղ արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Համայնքապետը նախկին Լյուդվիգ Մինասյան, եթե չեմ սխալվում, ինչ որ քրեական խժդժությունների մեջ էր, այսպես ասենք, ընկել, որի պատճառով հրաժարական տվեց։ Քաղաքացիական պայմանագիրը բերեց, նույն տեխնացուին ներկուսակցական պրայմերիզով անցկացրեց, նշանակեց ժամանակավոր պաշտոնակատար, այդ ընթացքում Փարաքար խոշորացված համայնքում, մասնավորապես Մերձավան գյուղում տեղի ունեցավ եւս մեկ աղմկահարույց դեպք, ընդհուպ սպանություն, ու ներողություն, ինչ եք սպասում ժողովրդից։ Ժողովուրդը շատ adekvat է։ Ինչ-որ այլ բան էիք սպասում, որ ժողովուրդը պետք է աներ։ Ժողովուրդը 2018-ին adekvatորեն կանգնել ու մերժել է։ Ժողովուրդը շարունակելու է մերժել։ Այ խնդիրը նրանում է կայանում, այդ մերժելու արդյունքում ով կգա իշխանության։ Աստված մի արասցե, որ Հայաստանի Հանրապետությունում կան ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետությունը ուզում են տանել ու դարձնել գուբերնիա։ Իսկ այդ ուժերը կան։ Մասնավորապես Փարաքար համայնքում Հայաստանի Հանրապետությունը Թաթարստանի կարգավիճակում երազել տեսնող քաղաքական ուժի ներկայացուցիչն է հաղթել։ Գուցե ինքը տեղական մակարդակում շատ լավ կառավարիչ է։ Գուցե ինքը իր գյուղում շատ լավ տղա ու մարդ է։ Բայց քաղաքական առումով եթե դիտարկում ենք, այդ քաղաքական ուժի առաջնորդը, որը ցավոք սրտի հիմա Բաքվի բանտում նստած է, Երևանում հարցազրույցի ժամանակ չէր բացառում եւ ամեն ինչ կաներ ըստ իրեն, որ Հայաստանի Հանրապետությունը այդպիսի սցենար լինելու պարագայում ստանա Թաթարստանի կարգավիճակ։ Դուք հասկանում եք մենք ինչ ճանապարհ ենք բռնել։ Քաղաքացիական պայմանագիրը հասկանում ա, լավ մի կողմ դնենք քաղաքական մրցակցությունը։ Եկեք մի կողմ դնենք ու երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից այս ամեն ինչը դիտարկենք։ Ուր ենք տանում մենք, ուր են տանում նրանք։ Ու դա կոչվում է ժողովրդավարություն։ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ հայտարարում էր այնտեղ, որ կա թալանված գումար, կեղտոտ գումարն է մասնակցում, ուզուրպատորներն են, գողերն են, կրիմինալն է։ Ընտրությունների արդյունքներից հետո այս ամեն ինչը որակում է քաղաքական ժողովրդավարություն։ Այդպես չի լինում։ Այդ գիծը քաշել էր պետք։ Իրավական առումով եթե կար խոչընդոտներ, գոնե թե քաղաքական գնահատականը պիտի տրվեր։ Իսկ ում նկատմամբ այդ քաղաքական գնահատականը տրվեր։ Ոչ մեկի։ Ցույց տվեք ինձ մի դատական ակտ, որով նախկին ուզուրպատորներն ու թալանչիները իսկ նրանք եղել են։ Նրանք այսօր էլ կան։ Նրանք այսօր էլ երկրում հարցեր են լուծում, պատժվել են։ Որևէ մեկին, որևէ մի դատական ակտ ցույց տվեք, որ պատժվել են։ Ով փախել էր Հայաստանի Հանրապետությունից իր վրա հարուցված քրեական գործերով, վերադառնում ու այդ կեղտոտ փողերը դնում է շրջանառության մեջ։ Ու մեզ ուզում են համոզել, որ երկրում արդարություն կա, ու մեզ ուզում են համոզել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները adekvat չեն։ Մեր մեջ է խնդիրը, հավաքական առումով, ովքեր առողջ են դատում, ովքեր Հայաստանի Հանրապետության շահը վեր են դասում։ Մեր մեջ է խնդիրը եւ իշխանության մեջ է ամենակարևորը խնդիրը, որ չի ուզում առերեսվել խնդիրների հետ։ Չի ուզում լուծում տալ դրանց։ Շնորհակալություն զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էր։ Կհանդիպենք։